Ողջույն Եղեգնաձոր համայնքի սիրելի բնակիչներ, հարգարժան հյուրեր և հայոց բանակի փառապանծ զինվորականներ։ Ձեզ համար ելույթ ունեցան Գետափի մշակույթի տան դհոլահարների խումբը, դասատու Դավիթ Կոստանյան։ Իսկ այժմ դիմավորենք Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաներին, հայկական ռիթմերի շարան կատարմամբ, ղեկավար Սամվել Մկրտչյան։
Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Փառապանծ բանակի բոլոր զինծառայողների տոնը, շարքայինից մինչև բարձրագույն հրամանատարական ու սպայական անձնակազմ։ Շնորհավորում ենք մեզ բոլորիս, մեր հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող բանակի օրվա առթիվ։ Շնորհավոր հայոց բանակի ծննդյան 33-րդ տարեդարձ։ Խնդրում ենք մեկ րոպե լռությամբ հարգել հայոց աշխարհի ազատության, անկախության և տարածքային ամբողջականության համար մղված պայքարում զոհված հերոսների հիշատակը։ Խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գնդերից Տեր Հովհաննես Մաթևոսյանին։ Ողջունում եմ բոլորիս, սիրելի ներկաներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պարոնայք սպաներ, սիրելի Եղեգնաձոր համայնքի բնակիչներ, փառք ու պատիվ եւ խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին եւ ամրություն խաղաղ երկինք մեր հայոց սահմանները հսկող զինվորներին, պայմանագրային զինծառայողներին, սպայական անձնակազմին եւ ուժ ու կորով բոլորիս։ Մեր երրորդ հանրապետության ազգային բանակը այս տարի նշում է իր 33-րդ տարեդարձը։ Շատ խորհրդանշական մի տարեդարձ է մեզ համար, որովհետև 33 տարին նաև զուգորդվում է Քրիստոսի տարիքի հետ։ Բանակը անցնում է դժվարություններ, բանակը անցնում է նաև հաջողության ճանապարհ։ Կարևորն այն է, սիրելիներս, որ մենք միշտ հիշենք դժվարությունները, պարտությունները կյանքից դասեր սերտելու համար են, հաջողությունները էլ ավելի առաջ շարժվելու համար են։ Եթե մեր բանակը 33 տարեկան է, սա նշանակում է հետևյալը. նա անցավ իր խաչի ճանապարհը։ Հիմա հարության, ոտքի կանգնելու, առաջ նայելու, նորովի թարմ մտածելակերպով շարժվելու հնարավորություն ու ժամանակ է։ Բնական է, սիրելիներս, մենք շատ խնդիրներ ենք տեսնում մեր բանակի մեջ։ Բանակը մենք ենք, բանակը մեր հայելին է։ Ինչ խնդիրներ ունի մեր բանակը, ուրեմն մեզնից է որ ունի։ Բանակը ունի հաջողություններ եւ ելի բանակը մեր հայելին է։ Մենք էլ ունենք հաջողություններ։ Պարզապես մենք միշտ պետք է ամեն օրը նորովի վերլուծելով շարժվել առաջ։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր պետականության, ինքնիշխանության ամենակարևոր երաշխավորը հենց բանակն է։ Այստեղ նստած յուրաքանչյուր մի մարդ իր ընտանիքի ներկայացուցիչն է։ Յուրաքանչյուր ընտանիք էլ գոնե մեկ ներկայացուցիչ ունի հայոց բանակում։ Թող Աստված պահպանի Հայաստանի պետականությունը, անկախությունը, իշխանությունը եւ պահպանի մեր հայոց զինվորին, սպային ու բոլորիս։ Ուշ կարողություն բոլորիս եւ շնորհավոր մեր բանակի 33-րդ տարեդարձը։ Շնորհակալ եմ։ Բեմ ենք հրավիրում մայստրո ստուդիայի սաներին, ովքեր հանդես կգան հայ զինվոր երգով։ Ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արման Վարդանյան։ Մեր սրտերը քեզ նվեր
Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմությունը կերտել է անվերջանալի թվացող պատերազմների մեջ, եւ այն էլ աշխարհի հզորների դեմ, կռվել, հաղթել ու գոյատևել։ Այսօր մեր պատմությանը ծանոթացող ամեն մի գիտակից մարդու մոտ առեղծված է այն հարցը, թե ինչպես կարողացավ ապրել մի ժողովուրդ, որն իր ամբողջ պատմության ընթացքում այնքան շատ թշնամիներ ուներ եւ այնքան քիչ բարեկամներ։ Մի ժողովուրդ, որ տեսել է աշխարհի բոլոր դառնություններն ու տառապանքները, մարդկային ու անմարդկային ամեն տեսակի զրկանքներ, իսկ այսօր քայլում է քաղաքակիրթ ազգերի առաջին շարքերում։ Գոյատևումի պատասխանը բազմանիստ է, բազմագաղտնիք, մեկը մյուսից բարդ ու խորհրդավոր, դրացից մեկը վստահաբար անպարտելի հայ զինվորն է ու զորավարը։ Բեմ ենք հրավիրում Մարգարյան Dance պարային ստուդիայի շնորհարիներին, ովքեր հանդես կգան «Կարոտում եմ քեզ Արցախ» կատարումով։ Գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Վահե Մարգարյան եւ Անգելինա Այվազյան։ Ես վիրավոր թրջում, կանչում եմ մույնի, երամս մոլորված է, լաց է տունայի, հիման ասելիս ավոտ է վերքաս, ու ներսս փոթորիկ է, ոնց ապրեմ, կարոտում եմ քեզ Արցախ իմ տունուտ է, կարոտում եմ քեզ մտքով հասնում այնտեղ, ուր ապրում է ծառնապոպից տնկած ջրած, կասնեմ մի օր գրկեմ քեզ կարոտած։ Կոտրել մարմինայով կարող է հեշտ է, բայց իմ հոգի երբեք է բույնը չի փոխի, հիմա մի բան կա, որ ինձ անհրաժեշտ է, խաղալ ու պարզ երկինքը Արցախի, կարոտում եմ քեզ Արցախ իմ տունուտ է, կարոտում եմ քեզ մտքով հասնում այնտեղ, ուր ապրում է ծառնապոպից տնկած ջրած, կհասնեմ մի օր գրկեմ քեզ կարոտած, կարոտում եմ
Անպարտելի հայորդիների մի փաղանգ էր ձևավորվել նաև 1980-ական թվականների վերջերին, որոնք զենք բարձրացրին Հայաստանի Հանրապետության արևելյան հարևանի հայաջինջ քաղաքականության դեմ ու հաղթեցին։ Նրանք բոլորը կռվում էին, բայց չէին մոռանում, որ մարդ են։ Հաղթում էին ոչ թե ոչնչացնելու համար, այլ որպեսզի ապահովեն իրենց ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, իրենց ժողովրդի հարատևությունը։ Մեծը Նժդեհն ասում էր. սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ։ Ելույթ կունենա Գլաձորի մշակույթի տան սալմաստ պարային համույթը, ովքեր կկատարեն Կառնո Քոչարի պարը։ Պարուսույց և գեղարվեստական ղեկավար Խաժակ Բաբայան։ Մարգարյան Դեն Ստուդիա, Հայաստան, գեղարվեստական ղեկավար և պարուսույց Վահե Մարգարյան և Անգելինա Այվազյան։ Սարերի հովի նման, քեզ գրկեմ, հայրենիքի մանգինան նման, սեր երգեմ, իմ հազարամյա երկիր հայոց, իմ երազների կանգուն ամրոց, իմ եղբայրների սուրբ հայրենիք, ես սերունդ եմ քո գալիք,
Հայոց բանակը հերթական անգամ ստեղծվեց ու թրծվեց ազգային ազատագրական պայքարի հնոցում, որտեղ հարյուրավոր նվիրյալներ սեփական հոգու կրակով կռվեցին ու կոփվեցին ազատ Արցախի ու Հայաստանի տեսիլքը, Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Նրանց քաջազնական ոգուն անծանոթ էր վախի զգացումը, քանզի զենք էին վերցրել ազգի, ժողովրդի ու հայրենիքի համար, հաստատ հաղթելու և սուրը փառքով պատյան դնելու վճռականությամբ։ Բեմը տրամադրում ենք Եղեգնաձորի ՄՍԿ-ի սաներին, ովքեր կներկայացնեն Սասնապար կատարումը։ Պարուսույց Սիլվա Կարապետյան։ Մուշ երկիր պապական, կկատարեն սահմանապահ խնձորուտ գյուղից եկած մեր հյուրերը և իրենց պարուսույց Խաժակ Բաբայանը։ Su todo que va a
գոմական մնա ասասան Մուշ երգիր բաբական ուժան սրպազան Տարոն աշխար գոմական մնա ասասան Նամուց ազատեն ու պրկեն մեզ Ոտարն իշկան է լուզի էրգրում մնալ Մեկ է ոչ մի ասկ չի կարող հայդարնալ Ոտարն իշկան է լուզի էրգրում մնալ Մեկ է ոչ մի ասկ չի կարող հայդարնալ Ուշ երգիր պապական, օջան սրպազան Հայոց երգիր գոմական, մնա ասասան Ուշ երգիր պապական, օջան սրպազան Հայոց բանակը հերթական անգամ Հայաստանի նոր ձևավորվող բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականին նույն օրը այդ օրը ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը, դրանով իսկ իրավականորեն ազդարարելով հայոց ազգային բանակի ստեղծման փաստը։ Անհնար է պատկերացնել հայոց բանակի օրն առանց Վազգեն Սարգսյանին հիշելու։ Նրան տրվել է սպարապետ պատվանունը, քանի որ նա անուրանալի ներդրում ունեցավ Հայաստանի անկախության, անվտանգության և հայոց բանակի ստեղծման ու կայացման գործում։ Սպարապետին շնորհվել է Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։ Ձեզ համար կասմունքի Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Անգելինա Մկրտչյանը, Պարույր Սևակ, հպարտ եմ ես։ Հպարտ եմ ես նրա համար, որ փառահեղ պատմությունդ և անունդ այնքան հին է։ Հպարտ եմ ես նրա համար, որ փլվել է թեպետ տունդ, բայց չի խախտվել նրա հիմը։ Հպարտ եմ ես, որ քեզ համար որդիներդ դարեր ընկան, որ սուրբ պահեն քո անունը։ Հպարտ եմ ես, որ քեզ համար թանկ է եղել թանակն այնքան, որքան կարմիր
քո արյունը։ Հպարտ եմ ես քո մատների ճարտարությամբ անհատնելի, քեզ թարգմանող քո գրքերով։ Հպարտ եմ ես անվամ քո սուրբ լեզվով, որով երբ չես խոսում, նույնն ես ասում քո երգերով։ Հպարտ եմ ես քո անցյալի, մաքարումով ու պայքարով, տոկունությամբ, կամքով համար։ Հպարտ եմ ես քո պանծալի, քո լուսավոր այս ներկայով, որ գալիք է այլոց համար։ Բեմ ենք հրավիրում Գետափի մշակույթի տան պարային համույթին, ովքեր կներկայացնեն Հայաստան պարը, պարուսույց Լիա Նիկոլայան։ Համայն աշխարհի պատմության էջում թողել ես հզոր հաղթական անուն, քաջերիդ արյան մեր նախնյաց կամքով անցել ես դարեր, մեզ հասել այսօր, կերտել ես վանքեր, տաճարներ չքնաղ, հագներ գյուղեր, ամրոցներ անհարթ, կողով կովանդիր, սև հողմեր անցան, բայց դու կռվեցիր, դու հերոս դարձան։ Հայաստան իմ հավատք, մեր հույսի լույս անմար, միշտ եղիր հզոր ու ապրիր միշտ ազատ, դու արծիվ իմ հպարտ մարտերում միշտ անպարտ, քեզնով ենք ապրում ու քայլում ենք առաջ։ Քո արգալիքի, քո փառքի համար կռվեցին անթիվ հերոսներ անմար, նրանց անունով կերտվել է ներկատ, ու պիտի փայլի պայծառ ապագան։ Մեր երակներում շուրջն է քո հողիդ, մեր բազուկներում ուժը լեռներիդ, մեր սրտերի մեջ երգն է քո ազգի, որ պիտի
1992 թվականի մայիսին Պաշտպանության նախարարությունը զինապարտության մասին օրենքով հիմք դրեց բանակի ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին։ Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թվականի մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երթումը։ Ես, Էրիկ Զաքարյանս, ծառայության ասնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երթվում եմ։ Ազնվիրաբար ծառայել հայրենիքիս, Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա շղթայել կյանքը։ Ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը, ու թե դրժեմ երթումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ։ Երթվում եմ։ Ձեզ համար ելույթ կունենա Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սան Վարդան Վարդանյանը, Քայլ արա առաջ երգով, ղեկավար Արթուր Կարապետյան։ Հայրենիք, անկախ և ազատ, հայրենիք, իմ այն ազատ։ Զավակները թեզ
Նոր ձևավորվող բանակին անհրաժեշտ էին փորձառու սպաներ։ Եվ արձագանքելով պաշտպանության նախարարության կոչին, Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ և լծվեցին բանակաշինության ու հայրենիքի պաշտպանության գործին։ Նրանց թվում էին գեներալ լեյտենանտ Նորատեր Գրիգորյանցը, Գուրգեն Դալիբալթայանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Սփյուռքահայ քաջորդիներ Մոնթե Մելքոնյանը, Կարապետ Քահքեջյանը և շատ ուրիշներ։ Բեմ ենք հրավիրում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի երեխաներին, ովքեր հանդես կգան «Քո պատիվը իմ բանակ» երաժշտական կատարմամբ։ Ուսուցիչներ Շուշան Կիրիշյան և Աստղիկ Սարդարյան։ Այն օրեր այստեղ բանակում Լավն են կերտաները Բայց իմ սերը այնտեղ է հեռվում Ինձ գրում է կանչում է իմ սերը Արդեն շատ են քեզ սպասում Ինձ գրում է կանչում է իմ սերը Արդեն շատ են քեզ սպասում Մի նամակ, մի հոգույր, մի տախի է գույզր Սիրելի սպասիր կգա ու խոսին որ կգարնա Մի նամակ, մի հոգույր, մի տախի է գույզր Սիրելի սպասիր կգա ու խոսին որ կգարնա Սիրելի սպասիր կգա ու խոսին որ կգարնա
Ուսանքներ է դարնում Ինձ ջերմացնում եք հասել Իմ արդեն հարազապանակնում Դե հասկացին իմ այսները Տղաները պիտի ծարայեն Հայրենիքները նույնպես մեզ սերը Իսկ անցները կսպասեն Հայրենիքները նույնպես մեզ սերը Իսկ անցները կսպասեն Մի նամակ, մի հապույր, մի տխրիկ ու իզուր Սիրելի սպասիր կգամ ու խոսի որ կդառնամ Մի նամակ, մի հապույր, մի տխրիկ ու իզուր Սիրելի սպասիր կգամ ու խոսի որ կդառնամ Սիրելի սպասիր կգամ ու խոսի որ կդառնամ Մի նամակ, մի հապույր, մի տխրիկ ու իզուր Մի նամակ, մի հապույր, մի տխրիկ ու իզուր Մի նամակ, մի հապույր, մի տխրիկ ու իզուր Սիրելի սպասիր կգամ ու խոսի որ կդառնամ Մի նամակ, մի հապույր, մի տխրիկ Սիրելի սպասիր կգամ ու խոսի որ կդառնամ Սիրելի սպասիր կգամ ու խոսի որ Եվ կանգնած եմ լերմասիս որպես Դաշնամու առաջ, դաշնամու առաջ Հանդգնի իմ դեմ ելներ Կրվելու եմ ամնահաչ Գլխիս վերը երակույր եմ Կրիվ կտամ և կյամ Բարձր կպահեմ ես կոամունը Խոպատիվը իմ բանակ Այսօր մենք վերահաստատում ենք մեր ժողովրդի ապրելու և պայքարելու կամքը և մեր խոնարհումն ենք բերում այն հերոսական սերունդներին, որոնց շնորհիվ հայ ազգը մնաց պատմության թատերաբեմում։ Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին ու զինվորներին, ում նվիրումի և հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը։ Առաջարկում ենք վայելել հայկական ռազմական հրաշալի պարերից մեկը՝ Յարխուշտան, որը կկատարեն Խնձորուտ գյուղի ապագա սահմանապահները և իրենց պարուսույց Խաժակ Բաբայանը։ Իրեն երկու տեղին ավեին հաջոյին Անահավ յուր խմբի
հաճար քշիմ ես կուգլու Որի ես գայներաում մտիր գոտեմատ Շատ ենք թապել արյուն չտեսանք վարգարուն Մր աչքերում միշտ լավ օգնե մեզ Աստված Շատ ենք թապել արյուն չտեսանք վարգարուն Մր աչքերում միշտ լավ օգնե մեզ Աստված Perug մենք մնանք համոդերնի մեզ Մեկանանց կրծքին մանջուսին մոսին ձերքին Նրանց դեմքին ծասում, հարկզի սասում Մեկանանց կրծքին մաջուսին մոսին ձերքին լաջ Նրանց դեմքին ծասում, հարկզի սասում Դուք մզի ապավեն, կրգեք թուրքի դավեն Կաջորդիք սասնադան, մենք ծզի ուրվան Դուք մզի ապավեն, կրգեք թուրքի դավեն Կաջորդիք սասնադան, մենք ծզի ուրվան Այսօր մեզ մնում է միայն հիշել բանակաշինության նվիրյալների ու հերոսների անունները, գնահատել և չմոռանալ նրանց կատարածը, քանի որ նրանք արել են անհնարինը, ստեղծելով հայոց բանակը և վերականգնելով անկախ պետականությունը։ Փառք ու պատիվ, նաև երախտիկ ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին, իսկ այսօր նաև նրանց գործը շարունակողներին, այսինքն ձեզ, հարգելի զինվորականներ։ Բեմ ենք հրավիրում Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 դպրոցի շնորհալիներին, ովքեր հանդես կգան հայոց բանակին նվիրված տոնական պարով, իսկ մեր արդեն պարային խումբ դարձած փոքրիկների կողքին արմատ պարային համույթն է, Օֆելիա Թադևոսյանի գլխավորությամբ։
խամբինը Հեյո, հեյո, հեյո Արաքսի ծանդինը Հեյո, հեյո, հեյո Հասնի անի ու վասիմն է մրուցի կան Ուր մեր հողն է հայրական Խաղաղություն հայոց սահմաններին, ամփորձանք ծառայություն քեզ, մեր հույս ու ապավեն հայոց բանակ։ Փառք, պատիվ ու հաղթանակ քեզ, հայոց բանակ։ Շնորհավոր տոնդ, հայոց բանակ ու հայ զինվոր։ Այսօրվա մեր տոնական համերգի վերջում կհնչի հայոց բանակին նվիրված ամենախրոխտ երգերից մեկը։ Մեր անունն է հայկական բանակ, Վարդան Վարդանյանի և միջոցառման մասնակից երեխաների մասնակցությամբ։ Եկեք բարձր ծափարենք։
Եթե պահանջվի անգամ կտանք մեր կյանքը մեր հայրենիքի բարքի համար Մեր սրտերը միշտ ամուր են, մեր քրերը միշտ ամուր են, սուր են, և քո